Մայրաթոր Սուրբ Էջմիածինը այսօր հայտարարություն տարածեց, որ կարգալուծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Հիշեցնեմ, սա այն նույն Տեր Արամն է, ով ոստիկանություն էր կանչել իր քահանա եղբոր դեմ, որպեսզի ոստիկանությունը ուժով հեռացնի Տեր Մանուկին Հովանավանքից։ Սա չտեսնված եւ չլսված բան է։ Սա այն նույն Տեր Արամն է, ով քննչական կոմիտեում ցուցմունք է տվել իր թեմի առաջնորդի եւ քահանա եղբայրների դեմ, ինչի արդյունքում կալանավորվեց 2 ամսով Մկրտիչ Սրբազանը եւ Տեր Գարեգինը։ Մնացածի մասին կարելի է նույնիսկ չխոսել։ Տեր Արամը այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի Ստեփան Ասատրյան։ Ստյոպի հայտարարությունը չուշացավ։ Նա հայտարարեց, որ ինքը Հովանավանքում է եւ սպասում է բոլորին Կիրակի օրը պատարագի։ Հարցված հավատացյալների մոտավորապես 80%-ը կարծում է, որ Ստեփան Ասատրյանին վաղուց պետք է կարգալուծ անել Մայրաթորը եւ դեռ մի բան էլ ուշացել է։ Մնացած 20%-ից 5%-ը կազմում են Տեր Արամի բարեկամներ, ծանոթներ եւ այլն, դնում ենք մի կողմ։ Այ հետաքրքիրը այն մյուս 10-ից 15%-ն է, որը կազմում են ՔՊԱ-ական եւ ՔՊԱ-մերձ շրջանակները, ովքեր շտապեցին իրենց աջակցությունը հայտնել Տեր Արամին, որովհետեւ նա ճնշված է։ Տեսնես Հովիկ Աղազարյանին ինչի աջակցություն չէին հայտնում։ Էն էլ իրանց կողմից էր ճնշված։ Էական չի անցնենք։ Իր աջակցությունը հայտնեց Արամին, Ստյոպին, երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, որը չես հասկանում։ Այդ մարդը մուսուլման է, այդ մարդը զրադաշտ է, այդ մարդը կռապաշտ է, այդ մարդը հինդուիզմի կրող է, չգիտեմ ինչի կրող է, այդ մարդը ինչ է։ Ամեն ինչ է, բացի հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակ լինելուց։ Չգիտեմ մկրտված է թե չէ, բայց եկեղեցով ամուսնացած չի։ Մի խոսքով, եկեղեցու դեմ սանձազերծված պայքարը մտնում է նոր փուլ։ Սպասեք նոր զարգացումների։